Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Միայն հյուսիս-արևելյան Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ 3 արկ եւ ձեռքի հակատանկային նռնականետ 2 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված 3 աշխատանքային խմբեր այսօր առավոտից մշտադիտարկում իրականացնող օբյեկտներից բացի դիտանցում են կատարել մայրաքաղաքի տարբեր առևտրային օբյեկտներում։ Աշխատանքային խմբերի ուշադրությունից դուրս չի մնալու մայրաքաղաքի եւ ոչ մի առևտրային օբյեկտ։ Հիշեցնենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերջին ուսումնասիրությունը կատարվել է ընդամենը 2 օր առաջ եւ հունվարի համեմատ գների պատկերը այսպիսին է. 72 ապրանքատեսակներից 35-ի մոտ նկատվել է գնի իջեցում, 17-ի մոտ գնաճ, 20 ապրանքատեսակների մասով գները մնացել են անփոփոխ։ Ապրիլ ամսվա համեմատ ապրանքատեսակներում գների նկատելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Մասնավորապես նվազել են բանջարեղեն, բրինձ, կարագ, պանիր, ձու, ձեթ, բենզին ապրանքատեսակների գները։ Հակառակը գնաճ է գրանցվել հնդկաձավար, ոսպ, օղի ապրանքատեսակներում։ Դիտանցումները իրականացում են վերջին ժամանակաշրջանում բնակչության մոտ քննարկման թեմա դարձած գների բարձրացման հիման վրա։ Հանձնաժողովը տեղեկացնում է, որ դիտանցումները կրելու են պարբերական բնույթ, ցանկացած խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության, իհարկե իրենց իրավասության շրջանակներում։ Ինչպես նաև տեղեկացնենք, որ հանձնաժողովում գործում է թեժ գիծ, որի միջոցով բնակչությունը կարող է իրենց հուզող հարցերը կամ առաջարկությունները ներկայացնել։ Մայրաքաղաքի սննդի օբյեկտներում կատարված դիտացման արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն շաբաթվա վերջում։ Նշենք նաեւ, որ հանձնաժողովի ներկայացուցիչները նման ուսումնասիրություններ կկատարեն նաեւ շրջկենտրոններում ու գյուղերում։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Այնինչ վաղուց պատմություն է եւ պահպանվում է որպես մասունք նախնիներից։ Թանգարանների միջազգային օրը Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բացվել է ցուցահանդես։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Շուշի քաղաքի թանգարաններ կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է «Տատիս սնդուկը» խորագրով միջոցառումը։ Կազմակերպիչներից Լուսինե Գասպարյանն ասում է, որ խորագիրն արդեն իսկ արտահայտում է միջոցառման առանձնահատկությունը։ Նմանատիպ միջոցառումները կրկին ու կրկին առիթ են արժևորելու մեր նախնիների արած նուչարածը։ Այստեղ կոնկրետ ներկայացված են այնպիսի աշխատանքներ, որոնք մնացել են տատիկներից, պապիկներից, մնացել են մեր նախնիներից եւ դրանք կարծում եմ բոլորի համար էլ սուրբ մասունքներ են։ Մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի յուրաքանչյուրը անկախ քաղաքացիներ հնարավորություն ունեն մասնակցելու միջոցառմանը եւ ներկայացնելու իրենց տատիկներից մնացած տարբեր ձեռագործ աշխատանքներ։ Դրանք ժանյակներ են, ասեղնագործություններ են, գուլպաներ են, տան օգտագործող կահ-կարասի։ Ցուցահանդեսի առաջին այցելուների շարքում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը։ Ցուցադրված իրերը նախարարությանը տրամադրել են մեր երկրի տարբեր բնակավայրերից։ Հադրութի շրջանի ցուցանմուշներում օրինակ 17-րդ դարի գորգուն են։ Սեփականատերը ժառանգել է նախնիներից։ Այն այստեղ է ժամանակավոր ցուցադրության համար միայն։ Մենք առաջարկեցինք իրենց վաճառքի համար, նրանք չընդունեցին այդ առաջարկը, նշելով, որ եթե վաճառեն, ուրեմն իրենց չի լինի այդ ամենը։ Նրանք մեծ հաճույքով բերեցին, բայց միայն այն ակնկալիքով, որ հետո պիտի հետ տանք իրենց, բայց կան ցանկացողներ շատ էին, որ իրենց գործերը ցուցադրվեին եւ իրենց տատերի ու պապերի աշխատանքները ողջևորված էին դրանով, որ պիտի ինչ որտեղ իրենց տատի կամ պապիկի ստեղծած կոժը, կոլան ներկայացվի, հաճույքով էին այդ ամենի հետ նկատվում։ Կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը ցուցադրությանը հետևում է առանձնակի ուշադրությամբ։ Ազգագրագետի համոզմամբ սա ընդամենը հայացք չէ պատմությանը։ Վերջին տարիներին նախարարության ջանքերով ավանդականը կրկին հանրահռչակվում է եւ ցուցադրությունը նույնպես նման նպատակ ունի։ Նաեւ օրինակներ կան։ Որոշ կերակրատեսակներ հիմա երկրորդ կյանք են ապրում։ Ոչ միայն մենք այսօր հիշում ենք մեր նախկին ուտեստները, կերակրատեսակները, այլև դրանցից որոշները ոչ միայն, այսպես ասած, վերակենդանացրել եք,
այլև ավելի լայն տարածում են գտնում, քան նախկինում։ Օրինակ Ժինգելավ հացը, օրինակ Կուրկուտը, օրինակ Արցախյան գաթան, եւ պետք է ասել, որ այս նշանավոր տոնի օրը կազմակերպած այս ցուցահանդեսը ոչ միայն իր մեծ խորհուրդ ունի, այլև միտված է այդ ավանդույթների մի մասը վերակենդանացնելու։ Այսինքն ոչ միայն պահպանելու պարզապես որպես հիշողություն, այլ դրանց նոր կյանք հաղորդելու։ Արցախը ոչ միայն չլուծված հակամարտությամբ, այլև մշակութային կյանքով է գրավիչ առաջատար լրատվամիջոցների համար։ Ստեփանակերտում թանգարանների միջազգային օրը նաև իտալական Rai հեռուստաընկերության նկարահանող խումբն է լուսաբանում։ Հավանաբար արդեն եղել են հրետակոծված Թալիշում, որի մասին է պատմում երջանկահիշատակ թալիշցի Նիկոլա Յոհանյանի Թալիշ գիրքը։ Այն այսօր ընթերցողի սեղանին է դրվել Մաքսիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Վաստակավոր լրագրողի Արցախաբատում շարքի 4-րդ գիրքն է։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Ստեփանակերտի պատկերասրահում։ Թալիշը շատ խորհրդանշական գյուղ է եւ իր կենսագրության մեջ եւ դառը եւ ողբերգական եւ հերոսական դեմագծով միշտ լաշկի ընկել, այսօր մենք երևի ճիշտ ենք վարվել, որ մանավանդ այս վերջին դեպքերից հետո Թալիշը ինքը վերափոխեց հայ ժողովրդի մտածողությունը դեպի իր գոյամարտը, զինվորի եւ հայրենիքի կապը, զինվորի եւ նրա հերոսական նկարագիրը այսօր ամենայնպես պայծառ խորը արտացոլվեց վերջին դեպքերի հետ կապված, որ ավելին ասել, ավելին պատկերացնել դժվար է։ Գրքի ձեռագիր տարբերակը պահպանվել ու նպատակին է ծառայել հեղինակի զարմուհու Շուրա Օհանյանի շնորհիվ։ Ըստ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի, գրքի շնորհանդեսը նախատեսել էին ապրիլի 5-ին Թալիշում։ Միջոցառումը հետաձգվել էր ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Արցախցի մարզիկներին դիմավորում են ինչպես հերոսների։ Քունգ-ֆուի մեր հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 5 հոգուց բաղկացած կազմով։ Արդյունքում 5-ն էլ հայրենիք վերադարձան մրցանակային բարձր հարթակներ նվաճած։ Մենք մասնակցել ենք 40 կիլոգրամից մինչև 70 կիլոգրամ քաշային կարգերում։ Ընդհանուր առումներով շատ լավ են հանդես եկել, բարձրացնելով մեր եռագույնը ամբողջ աշխարհում։ Իրենց քաշային կարգերում լավագույնս հանդես գալով ռինգում Դավիթ Կասումյանը, Հայկ Խաչյանը, Տիգրան Շաբոյանը եւ Արսեն Բաղարյանը Եվրոպայի առաջնությունից Արցախ են բերել մեկական ոսկե, իսկ Դավիթ Պետրոսյանն արծաթե մեդալ։ Հենց Դավթի հաղթանակի հետ էր կապված արդեն հայտնի սկանդալային միջադեպը, որը նախապես ծրագրել էին Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչները։ Երրորդ ռաունդի վերջում էր մրցավարը ստոպ է տվել, քանի որ ադրբեջանցի մարզիկը չէր կարող մեր շարունակել։ Նրանց բալեշիկներից վիրավորեցին եւ ես մոտիկացա նրանց, ես էլ նույն կերպ պատասխանեցի իրենց ու այդտեղից սկսեց այդ ամեն ինչ։ Ուշուն մարտարվեստը փարոյական արժեք է։ Մարդը գոպտե առողջ մարմին, արթուն միտ, մագարտակը այստեղ մարզացեի մեջ։ Ադրբեջանը ավրեց, բղձեց այդ քունգ-ֆուի փիլիսոփայությունը եւ ադոր համար դիսկվալիֆիկացիա, այսինքն ինքը զրկվեց, այլևս ոչ մեկ ձևով հիմա այս տարի չի մասնակցի, բայց մենք պիտի աշխատենք, անանք մի հատ ձևով փոխ ներկայացնենք, որ երբեք այլևս Եվրոպայի այս քունգ-ֆուի մրցույթը նա չկարողանա մասնակցել քոնի տարիներով։ Մեդալներից, գավաթներից, պատվոգրերից բացի մեր մարզիկները որպես ավար Արցախ են բերել նաև ադրբեջանական դրոշը։ Այն պոկել են իրենց վրա մահակներով հարձակված ադրբեջանցիներից։ Կարևորն է, որ մեր թիմը աչքի ընկավ։ Այս ամեն եղածով իրենց փոքր թիվով, օրինակ Ադրբեջան եկած էր 40 հոգիով։ Մերոնց թիվը Ղարաբաղից գիտեք, 5-6 սա 9 հոգի ենք մենք։ Բայց մեդալների քանակով եւ մագարտակով մենք եղանք աչքի ընկնող պետությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության ու սպորտի նախարար Սլավա Ասրյանն է շնորհավորում չեմպիոններին։ Արցախցի այս մարզիկները միջազգային ասպարեզում հերթական անգամն են բարձր պահում հայկական երկու պետությունների պատիվը։ Սովորաբար սպորտում լինում են որպես մրցակիցներ, որպես հակառակորդներ, բայց երբ որ արդեն իրանք նկատում են ձեր մեջ որպես թշնամու, այդ ցավալին սա է։ Սպորտի բնակավարում չպիտի նման բան լինի, որովհետև սպորտը դա ազնիվ մրցապայքար է եւ միշտ հաղթում է ուժեղը, ճարպիկը։ Եվ դուք ցույց եք տվել, որ դուք ավելին եք, դուք գերազանցում եք բոլորին եւ այսօրվա փառքը, որ դուք կարողացել եք հասնել դրան, մեզ բոլորիս ողջևորում է։ Փոքր-ինչ հանգստից հետո մեր տղաները կրկին կասնեն մարզումներին։ Արժեվում արդեն աշխարհի առաջնությունն է, իսկ նշաձողը դրել են առաջին հորիզոնականի վրա։
Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր